Սրան հետևեց Լաչինի դժբախտ իրադարձությունը, երբ միանգամից 24 զոհ տրվեց եւ ինձ թողներվի 24 զոհ տրվեց անտեղի տեղը։ Եվ Տարույր Հարիկյանը ամբողջ աշխարհում էս թմբկահարել, որ պաշտպանության նախարարությունը, պաշտպանության նախարարն է մեղավոր, որ զոհերը տրվեցին։ Տարույր Հարիկյանը գտնվում է Գորիսի շրջանում եւ իրեն հարող տարածքում որպես պարետ եւ ինքը պիտի զբաղվի տնտեսական, քաղաքական խնդիրներով, բայց քանի որ բոլոր ասպարեզներում ինքը արդեն իրեն սպառեց եւ ինչ անի, ինչ չանի, վերջին բանը դա կռվող, այսպես տղայի նաեւ կեցվածն է, այդ կեցվածն որոշեց ընդունել եւ որոշեց օգտվել նաեւ այդ կեցվածքից, այդ պլատֆորմայից քաղաքական դեպքեր ձեռք բերելու համար եւ Պարոն Հարիկյանը հանկարծ քաղաքական գործիչ, այն քաղաքական գործիչ, որը դեմ էր ամեն տեսակ ռազմական պայքարի, դառավ զորավար։ Եվ որոշեց անմեղ ու անփորձ մարդկանց մի խումբ ուղարկել հետախուզության, որոնց մեջ այդ խմբի մեջ կային աղջիկներ, այդ խմբի մեծ մասը մեկ մյուսին չէր ճանաչում, հետախուզության մի տարածքում, որտեղ տասնյակ անգամ զգուշացված է եղել որ ճշնամական բանդաներ կան, մի տարածքում, որտեղ ինքը ընդհանրապես ոչ մի խնդիր չուներ եւ իրան ոչ ոք թույլ չէր տվել ուղղակի այդ տարածք մտնել։ Ուղարկեց հետախուզության եւ կատարվեց այդ ողբերգությունը։ Հետո որպեսի սեփական մեղքը ծածկի, պաշտպանության նախարարի վրա մեղքերը գծվեցին։ Ես այդ հարցին չէի անդրադառնա, երկար ժամանակ չանդրադարձա, չնայած ինքը ամբողջ մեկ ամիս շարունակ ամենավատ արտահայտություններ է թույլ տալիս, սակայն մտածում էի չանդրադառնալ, քանի որ ես կարծում էի, որ ԱԻՄ-ի տղաներից կային հրաշալի տղաներ, որոնք նույն պաշտպանության նախարարության հովանավորության տակ իրենց կոչով կռվել են 6 ամիս շարունակ հադուտում չտալով եւ ոչ մի զոհ այդ նույն տղաներից։ Եմ մտածում էի նույն Արշավիրը մյուսները իրենք վեր կինան եւ իրենք պաշտպանային կասեն նախը չի կարելի անվերականություն է սուտ ու կեղծիքը մինչեւ ինչ աչքան կարելի է տարածել։ Ավաղ պաշտպանեցին ոչինչ չասացին։